ձևավորում են հենց այդ տրավմաները։ Նախ քանի որ ֆորմատը տենց շատ լայն է, ես ասեմ, որ վերջի հետազոտությունը, որը ես արել եմ ու եղել է մոտ 6 ամիս առաջ, այն հարցը, թե ինչքանով է ձեր համար անձամբ կարևոր ցեղասպանության հիշատակը 95%-ի համար կամ շատ կարևոր է կամ կարևոր է։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչ ուժեղ, то есть դա հիմքն է ազգային ինքնության, ազգային պատմական հիշողության, հետևապես ազգային ինքնության։ Բ Արարատի մասով, որպես նույն հատվածի սիմվոլներից մեկը, որը արժեք է դարել արդեն, դա 85-ի կողմերն է, որը որ անձամբ մարդու համար կարևոր է կամ շատ կարևոր է։ Տեսեք, ինչ է նշանակում կորիզ, այսինքն եթե դա փորձես քանդել, հայլ այլևս չկա։ Դե կորիզը քանդվում է, դառնում են ինչ-որ անհատներ։ Հիմա այնուամենայնիվ վերադառնանք համեմատությանը։ Ուրեմն, տեսեք, մեր մոտ կա, որ մենք ժертва ոնց է, մենք ցեղասպանության զոհ ենք, նույն բանը կա հрьяաների մոտ, բայց մեր դասը ուղղված է դեպի անցյալ, մեր էներգիան ուղղված է դեպի անցյալ, մենք պահանջում ենք, որ ընդունեն ցեղասպանությունը, հрьяաների մոտ ձևավորվել է այլ կերպ, մենք մեզ սպանեցին, բայց մենք մնացինք ու մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ չկրկնվի։ Ուրեմն հայերի մոտ պատմական հիշողությունը ձևավորվել է ֆրագմենտացված, այսինքն ինչ որ հատված եղել է Ասփյուռքում, ինչ որ հատված եղել է Սովետական Հայաստանում, հետո երբ որ մենք ստեղծեցինք մեր անկախ պետությունը, այդ ինչ որ ձևով կարվել է պետության մեջ։ Փաստացի պետությունը չի մասնակցել, ու շատ կարևոր խնդիր է սա, պետությունը չի մասնակցել պատմական հիշողության եւ ինքնության ձևավորման մեջ, ինքը ուղղակի կարելային ինչ որ եղել է տարբեր տեղերից։ Հрьяաների մոտ պատմական այդ հիշողությունն ու արժեքները ստեղծել է պետությունը, դրա տերը պետությունն է, ու պետությունը դա կարել է բանակի, կրթության ու արժեքային համակարգի մեջ։ Հիմա ինչն է կարևորագույն տարբերությունը, մենք ուղղված ենք դեպի անցյալ, հա, մենք բարոյականություն, արդարություն, հա, իրենց մոտ, հрьяաների մոտ տալիս է ապագայի տեսլական ու ուժ, մենք պետք է պաշտպանվենք, մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել։ Սա բերում է մոբիլիզացիայի, այս համակարգը դնում է բանակի մեջ, որի շուրջ ստեղծվում է մնացած ամեն ինչը, հա, մենք այդ ապագայի դասը չենք քաղել։ Մեր համար կարևոր է նա, որ մարդիկ ընդունեն, այսինքն արդարությունը վերականգնվի։ Մենք ագենտ չենք, մենք պահանջող ենք։ Հрьяաների մոտ, քանի որ դա պետությունն է դրել, իրանց մոտ կա ներքին մոբիլիզացիա։ Այլ ձևով ասեմ, հрьяաների մոտ դա դառնում է ներքին քաղաքական խնդիր, մեր մոտ դա դառնում է արտաքին քաղաքական խնդիր։ Հрьяաների մոտ այդ ազգային ինքնության տերը պետությունն է, հայերի մոտ դա պետությունը չի։ Սրանով երևի եզրափակեմ համեմատությունը հрьяաների հետ, հիմա եկեք համեմատենք վրացիների հետ։ Ուրեմն վրացական պատմական հիշողությունը կառուցված է այդ այն բանի վրա, որ ինչ-որ ժամանակ ուժեղ են եղել, հին քրիստոնյա են, մենք էլ ունենք նույնը, ինչ-որ ժամանակ ուժեղ են եղել, բայց հետո իրենց պետականությունը ջարդել են, իրենց վրացական իշխանությունը ջարդել են, բայց իրանք կռվել են ու վերականգնել են։ Հիմա տեսեք, սիմվոլների տեսակետից, հա, մենք նույնպես ունենք այդ առաջի քրիստոնյա, հին քրիստոնյա եւ այլն, բայց ուրեմն վրացիների մոտ այդ ինքնության մարմնավորումը, հիմքը դա պետությունն է, հայերի մոտ մշակույթը, Մեսրոպ Մաշտոց, առաջի քրիստոնեություն, լեզուն եւ եկեղեցին։ Սիմվոլները որոնք են,
այդ պատմական հիշողության, հայերի մոտ դա եկեղեցին է, վրացիների մոտ դա թագավորն է, փորձը, հա, ուրեմն մենք փորձում ենք այդ բառը ես չեմ կարող հայերեն գտնեմ վժիվանիե, հա, մենք ինչ որ ձևով, в общем, տակի ну գոյատևում այնքան էլ հաջող չի, в общем, տակից դուրս գանք վրացիների մոտ ուժ ու անկում, հա, ուժ ունենանք, որ անկում չապրենք։ Հիմա ինքնությունը մեր մոտ պահպանելն է, վրացիների մոտ ուրեմն հայերի մոտ ինքնության համար պահպանելու պետություն պետք չի փաստորեն, վրացիների համար դա կենտրոնական տարրն է ինքնության պաշտպանելու պետությունը։ Ուրեմն որտեղ ապրում այդ ինքնությունը, հայերի մոտ դա մշակույթն է, եկեղեցին ու, то есть այն տունը, որտեղ այդ ինքնությունը ապրում է, եկեղեցին է ու լեզուն, վրացիների մոտ պետությունը եւ իշխանությունը, հայերի մոտ մենք ունենք ուժեղ մշակույթային ինքնություն, վրացիների մոտ կա քաղաքական ինքնություն, այսինքն համեմատելով նաև վրացիների հետ, այնտեղ նույնպես կա ուժեղ պետության դեր, հայերի մոտ մենք այս 30 տարվա մեջ մեր պատմական հիշողության հետ որևէ կերպ չենք աշխատել ու առաջի Ղարաբաղյան պատերազմը մենք որևէ կերպ չենք սարքել այդ մեր ապրումներից դաս քաղելու հատված, իսկն այդ պատմագետները, փիլիսոփաները, տեսեք, պատմությունը ինչով է տարբերվում պատմական հիշողությունից։ Ուրեմն պատմագետի խնդիրը թվերը, փաստերը ճշտելն է։ Պատմական հիշողությունը դա մի քանի գիտությունների սահմանն է։ Իսկ ոչ Հայաստանի փիլիսոփաները, հայկական հումանիտար վերնախավը չի մասնակցել 30 տարվա մեջ, կամ պետությունն էլ այդ պահանջը չի դրել, որ այդ պատմական հիշողության մեջ լինի ապագայի եւ մոբիլիզացիայի տարը։ Իսկ մենք մնացել ենք պահանջենք, որ արդարությունը վերականգնվի, հա։ Մենք ուրիշից արդարություն ենք միշտ պահանջել։ Հիմա շատ հետաքրքիր է ռեգիոնի կուլտուրական, ասենք, ամենաերիտասարդ ժողովուրդը ադրբեջանցիները, որոնց պատմական հիշողությունը ու միֆը սկսվում է Ղարաբաղյան պատերազմից, քանի որ դա է իրանց տրավման եղել։ Տեսեք, որն է փաստացի իրանց պատմական հիշողությունը ու իրանց ստեղծած միֆերը, որ մենք կորուստներ ենք ունեցել, բայց մենք այն ազգն ենք, որը կարա իմը հետ բերեմ, հա։ Հիմա իմը հետ բերելու նարատիվը, որը կարված է արդեն իրանց այդ փոքր պատմական հիշողության մեջ, ամրապնդվել է մեր պարտությունով իրանց հաղթանակով երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, բայց այդտեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոնց որ մենք 60 տարի մեկը մյուսի հետևից, ասենք, մետրոյում դրոշները կան, չէ, որ ով ընդունեց մեր ցեղասպանությունը, քանի որ դա իրանց ինքնության հատվածն է արդեն իսկ սարքած, հա, իրանք կարան 10 տարի, 20 տարի սպասեն, որ էլի ինչ-որ հող, որը իրանք իրենց են համարում, խոսքը Էսպային արևմտյան Ադրբեջան կոչված Սյունիքի մասին է, իրանք պետք է հետ բերեն։ Սա իրանք ոնց որ մենք ամեն տարի աշխատում ենք մի պետություն շատացնել, որ արդարությունը վերականգնենք, նենց էլ իրանք պատմական հիշողությունը իրանք պարտադրելու է, որ իրանք, ասենք, սանտիմետր առ կիլոմետրի հետևից այսպես կոչված իրանքը հետ բերեն։ Սա ինչ վերաբերում է պատմական հիշողությանը ու նրան, թե ինչ վտանգներ է մեզ սպասում ու ինչեր մենք ունեինք անելու, որ չենք արել, հիմա վերադառնամ տրամադրություններին։ Ինքնությունը փոխելը դա այդ 2 րոպեվա խնդիր չի, հա։ Ինքնությունը արժեքները պատմական հիշողության վրա հիմնված ձևավորվում են 80-ից 100 տարի։ Իրանց կարելի է ձևափոխել, վրացիները, տեսեք, ավելացրել են հետխորհրդային, այսպես այդ 80-ական թվականների, 90-ական թվականների նաև
Թիվլիսի ջարդելը եւ մնացած ամեն ինչը ինչ որ ձևով փորձել են ու Երևակայի հաջող փորձ են արել իրենց այդ պատմական հիշողության կոդերի մեջ կարեն։ Հիմա մենք որ մեր պատմական հիշողության հետ ոչ մի բան չեն կարել, մեր խնդիրը այն է, որ մենք կոնսերվացնենք, պահենք։ Բայց եթե այս ուրեմն իշխանությունը փորձում է դա փոխել, հա, ինչ է ինքը անում։ Ինքը անում է ջարդել սիմվոլները, հա, ասենք միանգամից վախում են անել, իրանք փորձում են օրինակ ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգեն կբացեն թե չէ պարզ չի, հա, այսինքն իրանք փորձում են այդ սիմվոլները ջարդեն, քանի որ այդ սիմվոլներն են, որ ձևակերպում են իրանք միշտ են, չէ, то есть ես իրանք միշտ տեսնում եմ, հետո ես բայց կրթական համակարգը փոխեմ, որ հաջորդ սերունդները այլևս չունենան այն պատմական հիշողությունը, որը մենք ունենք, բայց ընտրությունները այսօր են։ Իսկ այսօր 95%-ը, որը մեծացել է ապրիլի 24-ին գնալով, ինքը սովորել է դպրոցում, որտեղ քիչ թե շատ նորմալ գիտելիքներ են ստացել, դրանք այդ խաղը խաղալ չեն կարա։ 95%-ի համար ցեղասպանության հիշատակը կարևորագույն էլեմենտն է իրանց ինքնության եւ այդ ինքնությունը հիշացնի մշակութային ինքնությունը, որը որ տրանսազգային է, թե սփյուռքում, թե ստեղ, հա, ինքը նույնն է։ Այդ տրանսազգային ինքնությունը դրա տեղը ապրելու տունը դա լեզուն է ու եկեղեցին։ Ինձ որ եկեղեցականներին մեր ուրեմն բարձրաստիճան կարան ինչ-որ փորձեն վարկաբեկեն, ինչ-որ մարդկանց մոտ դա հաջող կլինի կամ ոչ, բայց եկեղեցուն կպնելը իրանց համար չափազանց մեծ սխալ է ու դա կզգան ընտրությունների ժամանակ։ Մենք վերաբերվում է ավելի կոնկրետ այսօր վաղը ոնց է փոխվում տրամնախ տեսեք հասարակական տրամադրությունները իսկապես ձևավորվում են ոչ թե մի օրում կամ նախընտրական հատվածի ընթացքում, այլ իրանք ձևավորվում են շատ ավելի շուտ։ Այն կառուցվածքը հասարակական տրամադրությունների կարծիքի, որը որ մենք ունենք, ինքը ձևավորվել է մոտ 1.5-2 տարի։ Այդ կառուցվածքը ինքը փոխել հնարավոր չի։ Ինչ է հնարավոր անել, հա։ Ինչ որ մարդիկ կարան որոշում ընդունեն գնան ընտրություններին, ինչ որ մարդիկ կարան մնան տունը։ Հիմա այս ակտիվությունը, որը որ փոթորիկի պես արդեն գալիս է, դա կարաբերի նրան, որ ընտրական ակտիվությունը շատ բարձր է։ Հիմա իրանց միակ, չգիտեմ ինչքանով է այսօրվա օրվա քննարկում, բայց իրենց կարևորագույն խնդիրը նա է, որ այդ ընտրական ակտիվությունը լինի ցածր։ Բայց դեռ իրանք ունեն ոնց է լավուշկա, հա, իրանք ծուղակի մեջ են ընկնում, ինչի։ Դրա համար որ ցանկացած գործողություն, որը որ գործող վարչապետը բավական դյուրագրգիռ ձևով անում է, դա բարձրացնում է քաղաքականության մասին հետաքրքրությունը։ Ուրեմն մարդը որ տունը քնած է ու չի ուզում հեռուստացույց նայի, այդ ամեն ինչին ինչ-որ ձևով արձագանք է տալիս ու դա ինքնըստինքյան բարձրացնում է քաղաքական ակտիվությունը։ Դեպապես տեսեք, որ շատ ավելի կարճ ձևակերպեմ, իրենք ասում են Էջմիածնից ընդդիմությունը խոսում է Գյումրիից, ճիշտ է, բայց կարևորագույն խնդիրը, որը իրանք լուծեցին, դաս քաղեցին Գյումրիից ու Էջմիածնում ինչ-որ հաջողություն գրանցեցին, բացի նրանից, որ գյուղը կպցնելն էր քաղաքին, նա էր, որ ինքը Էջմիածնի ընտրություններին չի մասնակցել։ Համապետական ընտրություններում ինքը չի կարա չմասնակցի։ Իր մասնակցությունը Գյումրիում բերեց ակտիվության բարձրացման, ընտրությունների զգալի հատվածը լինելու է ոչ թե անգամ կողմ ընդդիմությանը, այլ դեմ գործող վարչապետին, անգամ ոչ թե ԿՊ-ին, այլ գործող վարչապետին։ Դրա համար այդ փոսերը եւ մնացած ամեն ինչը իրենք մի կողմից աղմուկ են, բայց այդ աղմուկը եթե շատ է շատանում, հա, ընտրական ակտիվությունը շատանում է։
Ամենաշատ աղմուկ բարձրացնողը գործող իշխանությունն է, այսինքն վարչապետը։ Նենց որ ինչ-որ ցուցիչներ կան, որ ես կարամ ասեմ, որ այս պահին ավելի շատ Գյումրիի հոտ եմ առնում, քան թե Էջմիածնի, ընտրական ակտիվության տեսակետից։ Շնորհակալություն, պարոն Պարոնյան, հետաքրքիր թվեր ասացիք, խոսքը վերաբերում էր 90% մեր հայրենակիցների մասին, ովքեր 95% ներողություն, ովքեր պատմական հիշողությունից չեն հրաժարվում, խոսքը վերաբերում քիչ Արարատի հետ կապված մոտեցմանը եւ նաեւ կարեւոր արձանագրում արեցիք, որ պատմական հիշողությունը ջնջելու ուղղված քայլերը կամ եթե ջնջելը մի փոքր կոպիտ է հնչվում, այլ կասկածի տակ դնելուն ուղղված քայլերը ազդեցություն կարող են ունենալ երկարատև կտրվածքով եւ հետեւաբար այս կարճ ժամանակահատվածում հանրության վրա ազդել չեն կարող, բայց կարող են արդյոք ունենալ հակառակ ազդեցությունը, այսինքն կարող է հանրության մոտ դժգոհություն առաջացնել այդ ձևակերպումները եւ նաեւ առաջիկա ընտրություններին այս իշխանությանը ոչ հասելու հիմնարար պատճառ դառնալ։ Տեսեք, այն որ ընդդիմադիր քվեարկողների կորիզը, հա, կորիզը, ես չեմ ասում հատվածները, շատ ավելի մեծ է, քան իշխանության կորիզը, դրա կարևորագույն պատճառներից մեկը ցեղասպանության թեման ուրեմն առարկելը, հարցականի տակ դնելը, հրաժարվելու փորձը, այսինքն ալտերնատիվ պատմական հիշողություն ձևավորելու փորձն է, ու B եկեղեցուն կպնելը, հա, ինչու, դրա համար որ ինչ է նշանակում պատմական հիշողության ու ինքնության կորիզ։ Հիմա ֆիզիկայից եւ, չգիտեմ, կենսաբանությունից մենք գիտենք, եթե կորիզը փլվեց, այդ մարմինը այլևս գոյություն չունի։ Հետևաբար, եթե ես ինչ-որ ձևով հարցականի տակ դնեմ իմ ինքնությունը, այսինքն ցեղասպանության զոհերի հիշատակը, ես այլևս հայ չեմ։ Ես պետք է որոշեմ, թե ես ինչ ազգ եմ, ես չեմ կարող տենց ապրեմ։ Ես 40 տարի, 30 տարի, 50 տարի ապրել եմ, չեմ փախել, մնացել եմ ստեղ, չեմ կարող, չէ, ես Երևանում ապրեմ ու փորձեմ լեզվից դրանից հետո հրաժարվեմ եւ մնալ, այսինքն ես պրոբլեմ ունեմ, շատ խորը հոգեբանական պրոբլեմ ունեմ, ես որպես մարդ քանդվում եմ։ Դրա համար այդ կշատացնի իհարկե ինչ որ մարդ կարող ասի դե խոսում է եւ այլն, այդ ինչ որ շատ կա, բայց դա չի նշանակում, որ իր համար կարեւոր չի։ Իսկ այն որ ընդդիմությունը այսօր շատ ավելի մեծ է, քան գործող իշխանությունը, ես դեռ չեմ ասում հաղթում է, դրա համար որ այդ մի քիչ առանձին խոսակցություն է, բայց ամենայն հավանականությամբ հաղթում է, անկասկած անգամով ավելի շատ է, քան գործող իշխանությունը, եւ ինքնությանը կպնելը իհարկե կարևոր դեր է ունեցել այդտեղ։